Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք ծովախեցգետնով ապուր։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է ծովախեցգետին, հնդկահավի փափկամիս, կախասունկ, բանջարեղեն, կոկոսի կաթ, արտֆուդի մթերք եւ ընտրյալ հատի քամի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք են հիմնական բաղադրիչները։ Կսկսենք կախասունկը մշակելուց։ Վերցրել եմ կես կիլոգրամ կախասունկ։ Ջերմային մշակման ենք ենթարկելու այն, նախ ջեռոցում, հետո տապակելու ենք։ Սիրելի ամանի մեջ, այսպես թելիկների ենք վերածում կախասունկը։ Համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, շատ քիչ, մի քանի կաթիլ բուսայով ենք լցնում, կհամեմեմ նաև մառանիկ ընկերության 4 պղպեղով։ Տակնու վրա անենք, որ բուսայուղը և համեմունքը հավասար տարածվի։ Սա տեղափոխում ենք ջեռոցի տապակի մեջ։ Հավասար տարածում ենք և ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցի տապակի վրա փռել եմ սիլիկոնի գորգ։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 280 աստիճան։ Հենց սունկը մի փոքր կարմրեց, հանում ենք, անցնենք առաջ։ Չորացրած չիլի պղպեղ ենք գցում թասի մեջ, այսպես կարելի է ծալել։ Պտղակոտն էլ կարելի է հեռացնել։ Կիսում ենք երկու մասի, այսպես ավելի հարմար է։ Վրան լցնում ենք եռացրած ջուր։ Եվ արդեն անցնենք օրվա հերոսին, խեցգետնին, ծովախեցգետնին։ Մշակելու ենք այն, հանենք այն, ինչը կարող է մեզ պետք գալ։ Վերցնում ենք երկու թաս, տեղադրում ենք տախտակը։ Դու կողքինը մի խանգարի։ Վերցրել եմ 650 գրամ ծովախեցգետին։ Ինչ ենք անում սրա հետ։ Վերցնում ենք ծովախեցգետինը, փոկում ենք գլուխը։ Մաքրում ենք պատյանը, սա էլ ենք գցում գլխի հետ։ Պատյանը, պոչը, պայստավորում ենք։ Հանում ենք ստամոքսը, այս սև ժապավենը դեն ենք նետում։ Եվ պայստավորում ենք պոչի միսը։ Նույն կերպ մաքրում ենք մնացածը։
կան ծովախեցգետիներ, որ բացում ես, աղիք չկա, այսինքն կա, ուղղակի կեղծ չկա մեջը։ Դե ինչ, առանձնացրեցինք, փոխում ենք տախտակը։ Գլուխներից եւ պատյաններից արգանակ ենք եփելու։ Մի քանի կաթիլ ձիթայով ենք լցնում եւ պատյանները նախ տապակում ենք, հետո վրան լցնում ենք եռացած ջուր։ Մոտ 1 լիտր եռացրած ջուր ենք լցնում եւ թողնում ենք եփվի։ Անցնենք առաջ։ Նոր տախտակ ենք վերցնում, պատրաստում ենք քարի սոուս։ Կվերցնեմ հարիչի ամանը, այստեղ գցում ենք 3 բճախ սխտոր, մանր կտրատենք, ավելի հեշտ կհարվի։ Կես լայմի կլեպ ենք քերում։ Ինձ հարկավոր է նաև կես լայմի հյութը, բովում ենք Մարանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, մոտ կես թեյ գթալ, համեմի սերմ, ծովի աղ, թող բովի, մենք անցնենք առաջ, ավելացնում ենք լեմոնգրասի սոուս, 2 ճաշի գթալ, մեկ թեյ գթալ Վուստերշիրյան սոուս, սոուսին յուրահատուկ համ կտամ մակադեմիայի ընկույզը, 4 ընկույզ ենք օգտագործում, այսպես բանալիով բացում ենք, ընկույզն էլ կարելի է մանրացնել, որ ավելի հեշտ հարվի։ Չիլի պղպեղն ենք գցում, թրմաջրից ենք լցնում մոտ 3 ճաշի գթալ, լավ է, Art Food ընկերության կետչուպ, չիլի կետչուպ, կծու կետչուպ, մոտ 1 թեյ գթալ,
արքայախնձորի պահածոյի հյութ, 1 թեյի գթալ, համեմունքը արդեն բովվել է, հարկավոր է տրորել, թեթև տրորենք և լցնենք։ Մառանիկ ընկերության քրքում 1 թեյի գթալ, և հարում ենք։ Այստեղ կարելի է ավելացնել նաև 2 ծովախեցգետին։ Վերջ սոուսը պատրաստ է։ Լցնենք հարմար ամանի մեջ։ Տեսնենք ինչ վիճակում է սունկը։ Ճիշտ ժամանակն է հանել այն։ Այսպես։ Անցնենք առաջ, գործի ենք դնում կաթսան, որի մեջ եփելու ենք ապուրը։ Մի քանի կաթիլ ձիթայող ենք լցնում։ Եվ կտրատում ենք սոխ սավզի 5 սանտիմետր սպիտակ հատվածից։ Այսպես հորիզոնական կտրվածք ենք անում, ստուգում ենք ավազ, հող, կեղտ չկա և կտրատում ենք կիսաշրջանների։ Վերցրել եմ 300 գրամ հնդկահավի փափկամիս, սա կտրատում ենք ձողիկների, նախ հորիզոնական ենք կտրում, սա գցենք, որից հետո կտրում ենք մեջտեղից և ձողիկների, այսպես։ Թող կարմրի, վերցնում ենք նոր տախտակ, նոր դանակ, արքայախնձորի շերտեր, 2 հատ, ամեն շերտը կկիսեմ 8 մասի։
սունկը լցնում ենք տախտակին, շատ չենք մանրացնում, ուղղակի դանակի շեղբով մեկ անգամ անցնում ենք վրայից, այսպես, վրայով ավելի ճիշտ է կարծում եմ, վրայով ոչ թե վրայից, այլ վրայով, լցրեցինք սա էլ, լցնում ենք 4 ճաշի գթալ սոուսից, քարի սոուսից, ավելացնում ենք 200 գրամ կոկոսի կաթ, 200 միլի, լավ է, նախապատրաստենք ֆունչոզան, թափանցիկ լապշան, ինչ ենք անում, վրան լցնում ենք եռացրած ջուր, այնքան որ ծածկվի ֆունչոզան, թող մնա փափկի, նկատով կկտրենք, լցնում ենք նաև արգանակը, համտեսենք, անպայման աղ, ավելացնում ենք մոտ 1 ճաշի գթալ, կես ճաշի գթալ աղ և թթվաշություն է պակասում, մնացած լայմը, այսինքն կես լայմի հյութը, քամում և լցնում ենք վրան։ Մի փոքր էլ արքայ խնձորի պահածոյի հյութից կլցնենք։ Շատ լավ ստացվեց։ Լցնում ենք ծովախեց գետինները։ 2 հատ կարելի է պահել մատուցել ռիս, կդնենք կերակրի վրա, 3 հատ։ Ծովախեց գետինները կարելի էր կտրատել, չկտրատեցի։ Կտրում ենք նախ ֆունչոզան, փափկելուց հետո այսպես, մեջտեղից կտրում ենք։ Կարելի է կտրատել նաև ծովախեց գետինները։ Եփում ենք ևս 7 րոպե, իսկ մինչ այդ քամենք ֆունչոզան։ Վերցնում ենք մատուցվող ամանը, դնում ենք ֆունչոզայից, և լցնում ենք ապուրը։ Այստեղ։
Եվ վրան դնում ենք ծովախեցգետինները։ Այսպես։ Կարելի է զարդարել նաև թարմ կանաչու տերևով։ Վերջ։ Ծովախեցգետնով ապուր։ Կախասուն կմասնատել, թելիկների վերածել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, բուսայուղ ցողել, խառնել, տեղափոխել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակին, 280 աստիճան ջերմությամբ ջեռոցում գրիլ եղանակով խորովել, երբ կարմրի, հանել ջեռոցից, սառեցնել, թեթևակի մանրացնել, չորացրած չիլի պղպեղը եռացրած ջրով թրջել, ծովախեցգետնի գլուխն ու պատյանը հեռացնել, մեջքի կողմից կտրված քանել, սև աղիքը հեռացնել։ Արգանակ եփելու համար ծովախեցգետինների գլուխներն ու պատյանները մի քանի կաթիլ զիթայողով տապակել, վրան 1 լիտր եռացրած ջուր լցնել, եփել։ Քարի սոուսի համար հարիճի բաժակի մեջ սխտոր, լայմի քերած գլեպ, լայմի հյութ, լեմոնգրասի սոուս, վուստերշիրյան սոուս, մակադամյան կույզի միջուկ դնել, ավելացնել թրջած չիլի պղպեղը, 3 ճաշի գթալ թրմաջրի հետ, չիլի կծու կետչուպ, պահածոյացված արքայախնձորի հյութ, բոված եւ տրորած հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, աղ ավելացնել, համեմել քարիով, 2 ծովախեցգետին դնել, խյուսի վերածել, ֆունչոզայի վրա տաք ջուր լցնել, թողնել փափկի, մկրատով կտրատել, ջրքամել, կաթսայի մեջ կտրատած սավզի սոխը ձիթայողով տապակել, բարակ ձողիկների կտրատած հնդկահավի փափկամիս ավելացնել, պահածոյացված արքայախնձորի կտորներ դնել, ավելացնել մանրացրած կախասունկը, 4 ճաշի գթալ քարի սոուս, կոկոսի կաթ, ծովախեցգետնի արգանակ ավելացնել, համեմել աղով, լայմի հյութով, արքայախնձորի պահածոյի հյութով։ Մի քանի ծովախեցգետին պահել մատուցման համար, մնացածը լցնել կաթսայի մեջ, եփել 7 րոպե։ Մատուցվող ափսեի մեջ ֆունչոզա դնել, ապուր լցնել, զարդարել ծովախեցգետնով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի բդիկներ, բանջարեղեն, սոյա սոուս, մեղր, մանանեխ, արթֆուտ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։